Բարև հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է Երևանից, հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգարել ամերիկյան 818-53321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրին, ինչպես նաև Նոյան Տապանի ուղիղ եթերներին կարող եք հետևել Նոյան Տապանի Patreon-ում, QR կոդը ձեր էկրաններին է։ Այսօր տաղավարում հյուրընկալել եմ գնդապետ քաղաքական գիտությունների թեկնածու, ռազմաքաղաքական գործիչ Ալեքսան Մինասյանին։ Բարև ձեզ, պարոն Մինասյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ։ Հաստատ համոզված եմ, պարոն Մինասյան, որ հետևում եք Իրան-Իսրայել այս հակամարտությունը այս օրերի ընթացքում ինչ է տեղի ունենում, որոշակի կունենաք վերլուծություններ, հետևություններ եւ ինչու ոչ, երևի թե մտահոգություններ նաեւ մենք այս իրավիճակում ինչին ենք պատրաստ եւ եթե մեզ վերաբերվի նման իրավիճակը, ինչ կարող ենք անել։ Այս գիշեր էլ փաստորեն Իրանի կողմից հրթիռային հարվածներ են եղել Իսրայելի ուղղությամբ, առավոտյան երկկողմ հարվածներ են եղել, թիրախավորվում են ոչ միայն ռազմական օբյեկտները, միջուկային օբյեկտները, ինչպես հայտարարում էին, նաև հիվանդանոցներն ենք տեսնում ավերված վիճակում, բնակելի թաղամասեր։ Մի խոսքով, ուր է տանելու այս պատերազմ չեմ ուզում ասել, ամեն դեպքում այս հակամարտությունը, հատկապես որ Իրանը արդեն այս Իսրայելի վրա հարձակման ժամանակ օգտագործեց նոր Սաջիլ հրթիռը եւ բոլորս տեսանք համացանցով եւ կարելի է եւ ապշել եւ զարմանալ մարդկային այդ երևակայության այդ ձենքը ստեղծելուն մի խոսքով ուր է տանելու այս պատերազմը ուր է նորից ներողություն եմ խնդրում հակամարտությունը ինչու սկսվեց ընթացքը ինչպիսին է գնահատում ավարտը ինչպես եք տեսնում եւ արդյոք Հայաստանը ունի մտահոգություններ այս ամենի հետ կապված Բարև ձեզ, իրականում մտահոգություններ պիտի ունենանք, պարտավոր ենք մտահոգություններ ունենալ, որովհետև մեր վիճակը իրականում լավը չի։ Դեռ խոսենք այն բանից, թե մենք ինչքանով ենք պատրաստ իրադրություններին և այստեղ արդեն խնդիրը գալիս է ոչ միայն ռազմական պատրաստության, որովհետև մեր նկատմամբ կիրառվելու է մի քիչ այլ տեսք տնտեսական խնդիրը առաջ գալու, սահմանների հետ փակվելու խնդիր, մենք դրա մասին կխոսենք, հիմա ձեր հարցի սկիզբը, որ դուք տվեցիք, մենք գիտենք, որ փաստորեն Իրանը և Իսրայելը սահմաններ իրար չունեն, իրանք իրար չեն, արանքում մեծ տերություններ, Իրաք և այլ Ինչն է պատճառը, որ իրենք փորձում են, ասենք, ավելի շուտ հիմա Եվրոպան էլ է փաստորեն ասում, որ Իսրայելը պետք իրավունք չուներ նման քայլի դիմելու, հարված տալու, առաջի հարված եւ այլ, բայց սա փորձաքննություն է իրականում։ Մենք հիմա տեսնում ենք արաբական խուցը, այսինքն Փաստորեն պարսկական ծոցը նավեր են կանգնած, որոնք պաշտպանում են անգլիական եւ ամերիկյան նավեր, որոնք պաշտպանում են հակաօդային սարքերով հարվածները Պարսկաստանի, այսինքն արդեն կարծես թե շատ պարզ է երևում, ով ում կողմն է, ով ում կողմից է խաղը տանում, շատ ակնհայտ արդեն պարզ երևում է եւ չունենալով սահմաններ, սա փորձ է արվում ստուգելու, այլ որ դուք ասում եք անգամ զարմանում եք, չէ, որ ինչ սարքեր է օգտագործվում, ինչ զենքեր է օգտագործվում, փաստորեն ստացվում այն, որ կատարվում է փորձաքննություն։ Այսինքն նոր զինատեսակների փորձարկում է սա, նոր կամ եղած։ Նոր եղած զինատեսակների պիտի ասել, որտեղ դա գաղտնիք է իրենց պետության, դա ոչ ոք չի կարող իմանալ, ինչպես նաև ես չեմ կարող իմանալ, բայց մի բանը ակնհայտ է։ Երկու կողմերն են այդ իրականացնում։ Ընդհանուր առումով երկու կողմերն էլ պակաս չեն։ Մեկը մյուսի վրա միշտ էլ իրենք դարավոր, եթե նայենք Դավիթի ժամանակահատվածը, եթե գանք անգամ Դարեհ առաջինի ժամանակահատվածը Պարսկաստանի, չէ, ասենք այդ ժամանակահատվածները, եթե վերադառնանք, միևնույնն է, իրենք իրար վրա ատամեն կրճտացնում։ Դա ակնհայտ է, փաստ է, պատմականորեն է դա արդեն քարացած գալիս է։ Բայց այստեղ նոր խաղացողներ են հայտնվել։
այդ ժամանակահատվածում Միացյալ Նահանգներ, որպեսզի այդպիսին պետությունը դեռ ստեղծված չէր, բայց իրենք նույնպես իրանց մեծատիրական մոտեցումները բնականաբար պիտի բային, ես անգամ Վաշինգտոնի, Ջեֆերսոնի հետ կապված պարզ երևում էր, որ իրենք մեծապետական, կայսերական հակումներ ունեին և բնական է ուժեղ երկրներին շարքից պիտի հավեին, էլ չեմ ասում մեր տիպի երկրները, որ պիտի միացնել իրենց կարծիքով, անգամ Ժիրինովսկին իր ելույթներում ասում էր, որ Վրաստան, Ադրբեջան, Հայաստան, դրանք գոյություն չեն ունենա ժամանակի մեջ, իհարկե կախված է իրենց կամքից, տվյալ պետությունների կամքից և հնարավորություններից։ Հիմա գանք նորից Պարսկաստանի հետ կապված խնդրին։ Պարսկաստանը գիտենք, որ նավթային ռեսուրսների 21%-ը նավթ Պարսկաստանն է։ Բնականաբար յուղոտ կտոր է, այո, Պարսկաստանը շատ յուղոտ կտոր է աշխարհի համար, բնականաբար գերտերությունները պիտի աշխատեն, որ Պարսկաստանը իրենցը լինի։ Ես կազմավորման մեջ խնդիրը բարձրացրեցի, չէ, որ ասենք անգլիական և ամերիկյան նավատորմը հակաօդային զենքերով պաշտպանում են, չէ, փաստորեն Իսրայելին։ Իսրայելը ինչի հարված է, ինչ նպատակ ուներ, այ եթե մենք մեզ հարց տանք, ուղղակի հարց տանք։ Իրենք հայտարարում են նպատակավորներ, համարից չեք այդ նպատակի հետ։ Որն է օրինակ։ Միջուկային այդ զենքի հետ կապված, ուրանի ակտիվացման վտանգավոր է դառնում տարածաշրջանում և աշխարհի համար։ Դրանք հեքիաթներ են, եթե մեկը ունենար ատոմային զենք, կասեի, 9 երկիր արդեն ատոմային տերություն է համարվում աշխարհում։ Եվ հիմա ինչ, հենց 10-րդը կամ 11-րդը կամ 12-րդ հայտնվող երկիրը ատոմային զենք ունեցող, ընդհակառակը, որտեղ կա ատոմային զենք, այնտեղ փաստորեն պատասխանվում է, իրարից վախենալով, պատերազմները փաստորեն կանգ են առնում։ Հիմա ասել, որ պատճառը դա է, ես չեմ հավատում դրան։ Պատճառը նավթը, միակ բանը նավթը։ Նավթը 21% աշխարհի նավթամթերքի 21%-ը պատկանում է Պարսկաստանին։ Դե հիմա պարզ չի, որ աչքեր պիտի լինեն նրա վրա։ Իսկ ինչ վերաբերվում է Իսրայելի հարվածը, ոչ թե դա միջուկային զենքի առկայությունն էր, այլ իրականում սա փորձաքննություն էր։ Ամեն դեպքում հիմնական հարձակումներից առաջ տեղի են ունենում փորձաքննություններ, թե ինչ հնարավորություններ ունի տվյալ երկիրը։ Հիմա փաստորեն Իսրայելը փորձարկում է, թե ինչ հնարավորություններ ունի Պարսկաստանը։ Բայց սա պատերազմ համարել հնարավոր չի, որովհետև պատերազմները այն ժամանակ են, երբ արդեն զինվորները տեղափոխվում են այլ տարածք։ Այսինքն զինվորի ոտքը կպավ տվյալ պետության սահմաններից ներս, կհամարես, որ դա արդեն պատերազմական իրավիճակ է։ Սա ընդհանրապես փորձաքննություն է, եւ այս փորձաքննությունը շատ լավ հետևում է, անգամ իրեն ձեռք է տալիս Միացյալ Նահանգներին, Անգլիային ձեռք է տալիս։ Ինչ վերաբերվում է, որ այո, հատուկ տիպի զենքեր են օգտագործվում, շատ տհաճ է, բայց մարդկությունը առաջ է գնում և միշտ արդեն ասում են, որ եղել մեր 3-րդ կամ 4-րդ ցիվիլիզացիան է, որը աշխարհը ունեցել է։ Եվ կարող է եւ գա մի օր, որ սա նույնպես չլինի, այսինքն ատոմային զենքերի օգտագործումով վերանա 3-րդ համաշխարհայինով, վերջանա նաեւ մեր տիպի ցիվիլիզացիայի վերջը։ Դուք ասում եք, որ սա փորձաքննությունը երկու կողմերն էլ այդ փորձաքննությունը անց են կացնում, այսինքն ինչ որ ավելի մեծ իրադարձություններից առաջ։ Իսկ այդ ավելի մեծ իրադարձությունը ովքեր են լինելու մասնակիցները եւ այդ ժամանակ ում ինչ է հարկավոր լինելու։ Հիմա ասում եք, որ նավթն է պատճառը։ Նավթն է պատճառը, որովհետեւ 21% կարծում եմ դա լուրջ տիպ է, քիչ չի։ Բնականաբար
մասնակցելու են գերտերությունները, իհարկե այստեղ Ռուսաստանին կարող ենք հանել, որովհետև ինքը ունի իր նավթամթերքը, ինքը դրա կարիքը չունի, անգամ անհրաժեշտություն չեմ տեսնում նրա կողմից, բայց ասենք ես ավելի շատ չեմ ուզում խորանալ, ինչի Հայաստանը չճանաչեց Արցախը, որտեվ Արցախը անհրաժեշտ էր հենց Պարսկաստանի հյուսիսից հարվածներ տալու համար, որում Թավրիզի հարձակումները հենց բարձ իրանագետներն ասում են, որ պարս երևում է, արդեն գիտեք քարտերը բացվում է, այլ գաղտնիքներ համարյա թե չեն մնում։ Հիմա ես պիտի խոսեմ այսպես, արեք լացենք մեր դարդը, մենք ինչ պրոբլեմներ ենք ունենում տվյալ պարագայում, չէ՞ որ մենք իսկապես պրոբլեմի առաջ ենք կանգ առնում։ Մեզանից ուզում էին այդ ճանապարհ կոչվածը, չգիտեմ, միջանցք էինք անվանում, թե ոնց, կարևորը սա չէր։ Հիմա փաստորեն Միացյալ Նահանգների փոքր ընկերները, Թուրքիան, պարզորոշ տեսնում է, ոնց կարող է միացնել Ադրբեջանին, այսինքն Կասպից ծովով պանթուրքիզմի մեծ ծրագիր իրագործելու խնդրին։ Այդ պարագայում տեսեք, հիմա եթե պատերազմ սկսվեց, արդեն սահմանային պատերազմներ սկսեցին, այսինքն մեր Ֆիզուլի կողմից, Ջաբրայելի կողմից, եթե պատերազմներ սկսեցին Պարսկաստանի վրա, գուցեև արդեն զորք մտցվի։ Ես չգիտեմ, որ զորքերը կոալիցիայի զորքերը կմտնեն այդտեղ, բայց եթե մտան, փաստորեն Հայաստանը զրկվելի է Պարսկաստանի հետ կապից հենց մեր հարավում։ Դա նշանակում է, որ մեր խնդրումը կմեծանա ինչով։ Եթե չեղավ այդ ճանապարհը, փակվեց ճանապարհը, իսկ դրա նպատակը ունի նաև Թուրքիան։ Մենք ակնհայտ գիտենք դա։ Փակվեց այդ ճանապարհը, Սյունիքը ինչ է անում, ինչով է ապրելու, հիմնականում այդ ճանապարհի վրա անցումները աշխուժացնում են, ապրելու հնարավորություն են տալիս հայ մարդուն Սյունիքում, եթե չեղավ ինչ եք կարծում, մի 10 տարի հետո, լավ 20 տարի հետո, չասենք կարճ ժամանակահատված, չնայած ես համոզված եմ, որ դա փակվելու պարագայում 2 տարի հետո Սյունիքը տեղափոխվելու է դեպի Երևան։ Չնայած այդ էլ դեռ հարցական է, մեր ճանապարհները կփակվեն անգամ Վրաստանից, թե ոչ, դա նույնպես։ Այսինքն մեզ իրենք ուզում են ոչ թե արդեն զինվորական ասույթներով ասել, որ կվերանանք, այլ տնտեսական։ Մենք ինչ պիտի վաճառենք, սահմաններ չունենք, անցումներ չունենք։ Պարոն Մինասյան, փաստորեն բանից բացում է Արցախը միայն մեզ պետք չի եղել։ Արցախը գիտեք ժամանակին մոնթեն անվտանգության տեսակետից նկատի։ Այո, հենց ժամանակին այդ նույն Իրանը ողջավորված ինչ որ շնորհավորումներ Ադրբեջանին 44 պատերազմից հետո ինչի կարծում որ բոլորը մեր բարեկամներն են։ Մենք բարեկամներ չունենք, ընդհանրապես բարեկամներ չկան, պետք է լինեն հուսալի գործընկերներ, վստահելի։ Բարեկամներ չկան, դրանք հեքիաթներ են, որ ամեն անգամ խափում են։ Գիտեք ինչ, ոնց որ դուք հույսը դնեք ձեր հարևանի վրա, առավոտ իրար հետ սրճում եք, շատ լավ հարաբերություններ եք, բայց երբ որ փորձում եք նրան ասել, որ այ քո հողատարածքից, ասենք սեփական տներ են, կամ ասենք այ 1000 դրամ փող տվեք ինձ, կտան, բարեկամը կտա, լուրջ բարեկամը, բայց չկա այդպիսի լուրջ բարեկամություն, ես չեմ հավատում, կեղծ է ամեն ինչ, աշխարհում ամեն ինչ կեղծ է, մենք թատրոն ենք խաղում, Շեքսպիրյան խոսքերը, աշխարհը թատրոն է, մենք դերասաններ, մենք իրականում պետությունները նույնպես դերասանություն են անում, հեքիաթ է այս բոլորը, եղուն ունես, գլուխդ քորիր, կարող ես ուժեղացիր, այ սա արդեն հարցի երկրորդ լուծումն է, եւ ինչի համար ես սկզբից ասացի, որ ոչ միայն մենք կարող ենք տանուլ տալ ռազմարվեստի ոլորտում, այլ տնտեսության, որովհետև նայեք, եթե Սյունիքը ասենք թե ճանապարհ չունեցավ, այդ ճանապարհը ոչ մեկին պետք չի, այլևս հյուսիս հարավ չկա։
Ինչ անում Սյունիքի քաղաքացին, օրինակ կարեք մի հատ պարզ նայենք, վաճառելու տեղ չունի, վաճառվողը չկա, անցնողը չկա, իր մոտ հաց ուտողը չկա, այսինքն չկա հնարավոր Արցախի սցենարն եք տեսնում այդտեղ։ Նույն այդ շրջափակումը մարդկանց անճար վիճակը, անճար վիճակը, իշխանությունների կողմից ոչ ճիշտ մոտեցումները, Նաև իշխանությունների կողմից բանակի թուլացումը, որտեվ մասնագետների, գիտեք, մենք լավ գլուխ ենք գովում, իրականում մենք լավ գլուխ ենք գովում, բայց արեք նայենք, ես անձամբ արդեն իմ մեջ եկել եմ այն համոզման, որ մենք վախենում ենք, այսինքն մեր իշխանավորը վախենում է ոչ իր ընկերոջը տանել, այսինքն ինքը տանում է իր ընկերոջը, որպեսզի վստահ լինի, որ ինքը պրոբլեմներ որևէ հարցում չունենա, տանում են, մասնագետ չէ, թե կարևոր չի, ուժեղացումը պետք է Հայաստանին, հայկական բանակին կամ տնտեսությանը, չէ, թող իր մարդը լինի, ով ուզում է լինի, ուզում է ասենք թե կույր լինի, բայց իր մարդը լինի, սա վախկոտության նշաններ է, մենք վախենում ենք ուժեղ մարդկանց տալ են տեղերը, որտեղ իրենք կարող են ավելի լավացնել ու ուժեղացնել մեր երկիրը, այդտեղից էր սկսում է մեր թուլացումը, այդ վախկոտությունից, որ անընդհատ քոնոնք պիտի լինեն այս ինչ տեղում, գալիս է պրոբլեմները, ես օրինակի համար այդ հարցի շուրջ շատ երկար մտածել եմ ու հստակ պարզ, ես մասնակցելու եմ նաև ընտրությունների, հստակ պարզ տեսնում եմ, ով մասնակցելու է ընտրություններին, նրանց պետք է որոշակի անգամ կես տոկոս տեղ տվեց, թող պարլամենտ չանցնի, բայց իրեն որոշակի, ասենք, պորտֆելներ ունենան, պորտֆել պարտադիրել չի պորտֆել անգամ, եթե մեծ տոկոս է տարել, հա թող պորտֆել ունենա, եթե քիչ տոկոսներ է տարել, բայց ինքը ակտիվ է, ինքը քո ազգի, քո պետության ակտիվ ներկայացուցիչն է, եթե նրան 10 մի տեղ, թող ինքը ծաղկեցնի այդտեղ, հիմա դա կլինի, չգիտեմ, հայրենիք կուսակցություն անունը գտնեք, վերելք գտնեք, դա արդարություն, կարևոր չի, մարդկանց այդ ակտիվ կենտրոններին պետք է տեղ տալ, որպեսզի առաջընթացը ապահովի, չպետք է վախենալ նրանցից վախեցար արդեն պրոբլեմ է, միևնույն է, քո ձեռքում, որպես պետություն լծակներ լինելի է, դու չես թույլ տալու, որպեսզի նրանք փորձեն կոռուպցիայով զբաղվել, փորձեն, ասենք, միևնույն է, պետությունը քո ձեռքում է, հակապետական ինչ-որ որոշումներ կայացնել, պետական քայլ անեն, դու ձեռքիդ ունես համապատասխան լծակներ, վերահսկողություն, իհարկե, վերահսկողությունը ամբողջապես քո ձեռքն է, չեմ ասում, որ անգամ խորքային կարող ես մուտք գործել ազգային անվտանգության միջոցով հասկանալ իրենց տրամադրվածությունը պետության նկատմամբ, եթե դա վնասում է պետությանը։ Եվ հեչ կապ չունի, թե ինքը որ թևնա բռնել, արևմտամետ, թե ասենք ռուսամետ, թե մի խոսքով դա էլ կապ չունի։ Դու պիտի որպես երկրի տեր նայես նեյտրալ ամեն ինչին։ Նայես ճկուն քաղաքականությամբ, ճկունություն պիտի ցույց տաս, եթե չկա այդ ճկունությունը, չկա եւ պետություն, դա բերելու է ինքնազսպման, ինքնասահմանափակման, հնարավորությունների կործանման, այդպես մենք հնարավորությունների կործանում, հիմա դուք տեսնում եք Իրան-Իսրայել, ասում եք հիմա փորձաքննության շրջանում են, նրանց հնարավորությունները անսահմանափակ է, թե կարող է մի պահ կանգ առնել եւ ինչպես եք տեսնում, խոսում են 2 շաբաթվա մասին, խոսում են 10-ից ավել կամ չի կարող պատասխանել Տիկին Մարի, որևէ մեկը այդ հարցին պատասխանել չի կարող, որտեվ դա արդեն պետական մեծ պետությունների, պետական այրերի գծած գծագրի Այսինքն եթե երկու պետությունները որոշեն դադարեցնել այս ամենը եւ նստել բանակցությունների, դա իրենց կամքով չի լինելու, նրանց ամեն դեպքում պետք է երրորդ կողմի միջամտությունը, թե Չէ, հեչ պարտադիր չի, հենց երրորդ կողմը այդտեղ կապ չունի, հենց իրենց մասին է խոսքը, իրենք պիտի կարողանան դա զսպել, իրենք պիտի կարողանան ցանկանալ, որ դա չլինի, բայց ցանկությունը ուրիշ է, կապահանջներ, ինչի համար սկսվում է Եվ երկու կողմն էլ խոսում Ես են, արդեն ասում նավթը հիմք է հանդիսանում։ Կարող են խոսալ, ամեն ինչ կարող ես խոսալ, խոսա։ Ասում ասա էլի։ Ասելով ոչինչ չի լինում, միևնույնն է, քամին փչում է, խոսակցությունը գնում է։
Դրա համար Իսկ տեսնում եք, թե որ կողմն է այսօր ավելի առավելություններ ունեցողը։ Որպես զինվորական եմ այդ հարցը։ Դե առավելությունները բնականաբար Իսրայելի կողմն է, որովհետև այսպես թե այնպես մեջքին կանգնած է Անգլիա, մեջքին կանգնած է Միացյալ Նահանգներ եւ վերջին հաշվով ամենաշահագրգռված երկրները դրանք են։ Այդ միությունը պիտի բանանի։ Իսկ ինչ վերաբերվում է Թուրքիային, որը նույնպես համարվում է փաստորեն նատոյական, օրինակ սպասի իր պահին, նրանք շատ խելոք են ու խիտրի։ Հենց ասած աղվեսավ որս են անելու իրենք պահը գտնելով էլի։ Դրա համար մենք հույսներս պետք է դնենք միայն եւ միայն մեր վրա։ Մեր տնտեսության, բանակի, գյուղատնտեսության ուժեղացման, որտեվ արդեն պարզ է դառնում, որ կարող է այդ ճանապարհը նույնպես փակվել մեր համար, այսինքն հյուսիս-հարավը դա հիմք կարող է չհանդիսանալ լավ ապրելու մեր համար։ Պարոն Մինասյան, դուրս գանք կարճատև գովազդային դադարի, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Յուրաքանչյուր զարդ գլուխ գործոց է, պատրաստված ամենայն ճշգրտությամբ եւ կրքով, որոնք կընդգծեն ձեր անհատականությունն ու գեղեցկությունը։ Մեր զարդերը պարզապես աքսեսուարներ չեն, այլ սիրո խոստովանություններ, որոնք կդառնան ձեր հիշողությունների խորհրդանիշը։ Դրանք ձեզ կդարձնեն ոճային եւ գրավիչ։ Ձեր պատմությունը սպասում է։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիալ ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ 1%, հա։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի 1%, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ կլենդել։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծաներիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։
Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567 Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Պարոն Մինասյան, եթե Ադրբեջանը միջև հիմա ոչ մի ոտնձգության կամ սադրայիչ գործողություններ չի կատարել, արդյոք կան զսպող մեխանիզմներ կամ երկրներ, որ նրան դրա թույլ չեն տալիս, թե պարզապես իր համար դեռ ժամանակը չէ։ Սադրիչ գործողություններ իրենք իհարկե երբեմն անում են։ Դուք տեսեք, սահմանային ասենք սադրիչ գործողություններ, մերոնք պատասխանեցին թեթևակի, ասել, որ սադրիչ գործողություններ չի արվում, չէ, այդպես չի, արվում են, բայց ինչպես արդեն խոսեցինք, իրենք սպասում են պատեհ ժամանակին, այսինքն ոչ թե նրանք զսպում են, այլ ինքն է որոշումը կայացնելու։ Իմ կարծիքով իր որոշումն է, ինքը սպասում է պատեհ առիթի, որովհետև եթե հարցը խորանա Իսրայելի եւ Պարսկաստանի, որտեվ տեսեք, հարցը միևնույնն է գնում է խորացման, արդեն 10 տարի է խոսում են Պարսկաստանի մասին, ատոմային զենք են ստուգում եւ այլ, այդ բոլորը հեքիաթներ է, այդ բոլորը հեքիաթներ է եւ Իսրայելը ինքնագլուխ, ինքը ընդամենը 9 միլիոն 700,000 բնակչություն ունի։ Իր տարածքը այսօրվա դրությամբ 22.3 է։ Ինքը ստեղծվեց փաստորեն 14,000-ով, հիմա դարձավ 20, այդ Գազայի սեկտորից վերցրեց, հիմա 22.3, մեզանից էլ փոքր է։ Ինչ եք կարծում, այսօրվա զինամթերքի, սա արդեն հայրենական պատերազմի ժամանակ չի, սա երկրորդ համաշխարհայինը չի է։ Այստեղ զենքերը տեսնում եք, իրար սահման չունեցող պետություններ իրար հետ բախվում են, իրար հետ բախվում են ու վնասներ են տալիս իրար, ժամանակները փոխվել են եւ այդ փոքր տարածք ունեցող, ել չեմ ասում Պարսկաստանը, 1,640,000 քառակուսի կիլոմետր, հիմա ինչ է նշանակում, նա սահման ունի, չէ, տերիտորիալ որ նայենք, հնարավորություն ունի անգամ ատոմային զենքի հարվածից շատ չվնասվելու, որտեղ տարածքը մեծ է, իսկ Իսրայելը փոքր բան է, այսքան բան է։ Հայաստանից փոքր, պատկերացնում եք դուք ինչ խնդիրներ կունենա Իսրայելը։ Հետևաբար դա նշանակում է, որ Իսրայելին մեջքին լրջագույնս խոստումներ են տվել ու այսօր արդեն ցույց են տալիս, չէ, պարսկական ծոցում, այո, պարս արդեն ցույց են տալիս, հայտարարում են, որ օգնելու են ու արդեն անում են հոգևոր առաջնորդի նույնիսկ գտնելու վայրը, տեղը, սպանությունը։ Ահա, նա լավ է դուք էլ գիտեք, այդ բոլորը, այսինքն ամեն ինչ պարզ երևում է։ Հիմա Ադրբեջանը սպասում է, որովհետև ավելի խորը պահեր են գալու, որովհետև իսկ Թուրքիան էլ բնականաբար ինքը նույնպես իր ժամին է։ Դու Թուրքիան, որ մեկ-մեկ ասենք լավանում է հարաբերություն Իսրայելի հետ, երբեմն վատանում է, դուք այդ բոլորը թողեք մի կողմ։ Մեր այս վերջի պատերազմ չասենք այդ ընդհարման ժամանակ 67% զենքերի զինամթերք ավելի շուտ եղել է Իսրայելից, Ադրբեջանի 67%, այդ լուրջ թվեր են դրանք, այտենց հանակ մասխարա չի, էլի։ Հիմա իրենք պիտի սպասեն, ինքը ինչի համար հիմա քիթը մտցնի, կարակ ասեք, ինքը դեռ այդքան ուժեղ չի, ինքը զենք զինամթերք դեռ գնում է, գիտեք, որ նորից ինքնաթիռներ գնեց 40 հատ, ինչի համար ինքը շտապի, ինքը տեսեք 30 տարի համբերում էր, այնպես որ հիմա էլ կունենա համբերություն եւ կսպասի հարմար պահի։ Այստեղ հարցը մերն է, մենք ինչ ենք անում։ Մեզ այդ ստանդարտ բանակը, սովորական բանակը մեզ ձեռք չի տալի, պիտի ասում եմ չպետք է վախենալ հատուկ մարդկանցից, որոնք պաշտոններ կունենան եւ կստեղծեն նմանատիպ բանակ,
բանակ, որը վիճակի է մեզ պաշտպանելու, անգամ մենք արդիական զենքեր երբեք չենք ունենա, մենք այդքան հարուստ չենք, մենք այդքան զինամթերք էլ չենք ունենա, որ այդքան Հիմա կարծես թե բերելու խնդիր էլ կունենանք տեղափոխման հետ։ Տեղափոխման խնդիր էլ կունենաս, բայց միևնույնն է, դու պիտի ուժեղանաս։ Պարոն Մինասյան, զանգեր շատ ունենք, փորձենք լսել մեր հեռուստադիտողին։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Լսում ենք։ Դուք եթերում եք։ Հարգելի հեռուստադիտողներ, իջեցրեք հեռուստացույցի ձայնը եւ մեզ հետ խոսեք բացառապես հեռախոսով, որ կարողանանք ձեզ լսել եւ պատասխանել ձեր հարցերին։ Հիմա նորից լավ մեկ զանգել ունենք, զանգերը շատ են։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Լսում ենք։ Hello. Լսում ենք։ Դուք Ես մի հատ հարց ունեմ։ Լսում ենք ձեզ։ Okay, ես մի հատ հարց ունեմ մեր ուժին։ Այսօր Էրդողանը հայտարարեց։ Լսում ենք։ Okay, այսօր Էրդողանը հայտարարեց, որ Նեթանյահուն ինքը չափերը անցել է եւ անցել է, որ Հիտլերից անցել է, ինքը շատ բաց կազմակերպել է դեպի Իրանի հանդեպ, բայց այսօր ռուսները եւ Չինաստանը եւ այսօր Հնդկաստանը շատ բաց արձագանք տվեցին, որ այս Իսրայելը ինչ է անում դեպի ամբողջ աշխարհի դիմաց։ Ես ուզում եմ մեր ուժի կարծիքի իմանալ։ Ընդ որում Էրդողանը հայտարարել է, որ տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում նաև Իրանը, պետք է դասեր քաղեն տեղի ունեցողից։ Այդ դասերը միայն այլ երկրներին են հարևան տարածաշրջանի վերաբերում, թե նաև Թուրքիային։ Հիմա անդրադառնանք մեր հեռուստադիտողի հարցին։ Աշխարհը կարծես թե քննադատում է։ Աշխարհը բնականաբար պիտի քննադատեր, ինչ վերաբերվում է Չինաստանի, որտեղ ասում եմ, խաղը շատ ավելի մեծ է ու արդեն պարզ երևում է, որ սա կոալիցիոն արդեն Իսրայել, Անգլիա, Միացյալ Նահանգներ, Թուրքիա այդ կոալիցիան է աշխատում։ Մեծերն եմ ասում։ Դե էլ չեմ խոսում մի քիչ հեռու գտնվող պետությունների մասին, Պակիստան, դրանց մասին ես այլևս չեմ էլ ուզում վերադառնամ այդ հարցին, որտեղ մենք դրա մասին երևի հետո կխոսենք մանրամասներով, ռազմական հնարավորություններով, դասեր քաղել ինքը լավ վիճակում է հայտնվել այսօր, որովհետև ասում եմ, այս խաղից, քանի որ այդ հատվածները, հյուսիսային հատվածները Պարսկաստանի անհրաժեշտություն ունի Միացյալ Նահանգները, Անգլիան, Իսրայելը, ինքը օգտվելու է։ Թուրքիան։ Այո, Թուրքիան օգտվելու է։ Եվ մեր հյուսիս-հարավ ճանապարհը, ինչպես ասացի արդեն, փակվելու է։ Փակվելու պարագայում մենք խնդրեմ ենք ունենալու, արդեն դա էլ եմ ասել, կարծես թե չորանալու ենք, որովհետև եթե ճանապարհ չկա, այդտեղի ժողովուրդը ինչ է անելու, անհասկանալի է։ Սյունիքի մասին է խոսքը։ Սյունիքի մասին է խոսքս։ Ինքը դասեր քաղել նկատի ունի, որ այդ իր Պարսկաստանի հյուսիսային հատվածը, որտեղ կան բավականին այլազգիներ, այսինքն մոնոէթնիկ չի այդտեղ այդ հատվածները, կորստի մասին է, ինքը դա նկատի ունի, վախեցնում է ավելի շուտ, ինքը վախեցնում է Պարսկաստանին, որ դու մոնոէթնիկ չես ու հնարավոր այդ խնդիրները ծագեն քո առաջ, որը եւ կծագի միջելուց ինքը տենց պատահական չի ասում այդ բոլորը, դրա մեջ կան խորը արմատներ։ Լսենք մյուս հեռուստադիտողին։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Բարև ձեզ Տիկին Պետրոսյան, բարև ձեզ Գնդապետ Մինասյան, ողջունում եմ ձեզ հրավեր պնդելից, պարոն Մինասյան, որպեսզի ապատեգատություն չտարածվի մեր հայրենակիցների մոտ, մի բան պարզապես նշենք, որ G7 կազմակերպությունը սատարել է Իսրայելին անվերապահորեն 3 դա լուրերում է տարածված, այդ թվում մեր բարեկամ Ֆրանսիան, այդ թվում Գերմանիան, որտեղ նրանք հասկանում են մեկ բան, որը մենք էլ պետք է հասկանանք, որ ավտորիտար միջուկային Իրանը սպառնալիք է բոլորի համար։
Հիշենք մեր պատմությունը, Իրանը, եթե մենք ստորը կդառնանք Իրանի, դա կլինի միջուկային Իրանի դեպքում։ Եվ նաև եթե մենք բարեկամներ չունենայինք, դա էլ նշենք, Սյունիքը հիմա մեր չէր լինի։ Հիշենք, որ 22 թվականի մինչև մենք կորցնում ենք ջերմուկը, իսկ երբ եկան եվրոդիտողները եւ Եվրոպան եւ Արևմուտքը կանգնեցին մեր թիկունքին, այլևս չեն եղել ոչ մի ներխուժումներ։ Սյունիք, բայց իմ հարցը ձեզ կապված է դասերի հետ։ Ինչ դասեր մենք քաղենք այս Իսրայելից։ Տեսեք, Իսրայելը փաստորեն տեսանք, Տիկին Պետրոսյանը նշեց, զենքերը վերացրեց Իրանի ղեկավարության մեծ մասը։ Մեր հանդեպ Իսրայելը ունի մեծ տարբերություն։ Նա ունի դաշնակից հզոր, Միացյալ Նահանգները, եւ արևմուտքն կանգնած նա կողքին։ Եթե իմ հարցը այդպեսին է, եթե Իսրայելը կարող է ունենալ հզոր դաշնակից Միացյալ Նահանգներ եւ Եվրոպան էլ նրա հետ, եւ դա կարող է այնքան հզորացնել, որ նա խեղճացնի Իրանին, ինչու մենք էլ չենք կարող ունենալ հզոր դաշնակից իդեմս ԱՄՆ-ի եւ Արևմուտքի, որոնք ասում եմ արդեն պաշտպանում են Սյունիքը եւ դառնալ հզոր եւ պաշտպանել մեր սահմանները։ Շնորհակալություն։ Մենք էլ ենք շնորհակալ զանգի համար։ Ճիշտն ասած, Միացյալ Նահանգները եւ Եվրոպան որպես դաշնակից մենք նրանց այդպես պետք էլ չենք հատուկ։ Միտեղ կա 44 օրյա պատերազմի ժամանակ դուք հայտարարեցիք, որ հիմա աշխարհի դեմքը կերևա, թե ով մեզ ձեռք կմեկնի։ Այո, եւ ով մեկնեց։ Եվ ով մեկնեց։ Գիտեք, ասելով ոչ մի բան դուրս չի գալիս։ 44 օրյա պատերազմին կոնկրետ, երբ որ մենք տարածքներ հանձնեցինք, ով ձեռք մեկնեց։ Դուք ասիք ջերմուկի վրա Դե ձեռք չմեկնելու ջերմուկի վրա նորից ոտնձգություններ եղան։ Մեր տղաները նորից հետ մղեցին, այսինքն որ ասել, որ ինչ որ խոսքերով, դատարկ խոսքերով, որ մենք կանենք, չէ, ժամանակին Անգլիան, Ֆրանսիան, եթե հիշում եք, ասում էին մեր նավերը ձեր սարերը չեն բարձրանա, չեն կարող բարձրանալ, մենք չենք կարող օգնել, հույս դնել որևէ մեկի վրա չի կարելի։ Իսկ ինչպես է որ Իսրայելը հույս է դնում, պարոն Մինասյան։ Այս հարցը շատ լուրջ հարց է, սա շատ ցավոտ հարց է մեր համար։ Մենք էլ ունենք փաստորեն գործընկերներ, ունենք դաշնակիցներ, բայց վերջում մնացինք մենակ։ Նայեք, մենք անընդհատ պատմության մեջ, ես չեմ ուզում ասել, որ դեսպանի հետ եմ այդպես լուրջ խոսակցություն ունեցել, պետք չի այսօր, ասեց մենք հայրիդ, ինչպես հավատանք, դուք դարերի ընթացքում չունեցաք ոչ մի ընկեր, դուք ունեցաք տերեր, արաբներ, ասորիներ, պարսիկներ, հետո ռուսներ, թուրքեր, հետո ռուսներ, հիմա Եվրոպա ենք թեքվում կամ Միացյալ Նահանգներ, մենք անկայուն քաղաքականություն ենք տանում, ցավա դա, բայց փաստ է, եւ այսինքն տերեր ենք փնտրում եւ ոչ թե ընկեր, երբ որ դուք ասում եք կային դաշնակիցներ, այո, կային դաշնակիցներ, մենք արդյոք հստակ կանգնեցինք այդ դաշնակիցների կողքին, կամ որոշակի պահանջներ կատարեցինք, որ մեր կողքին այլ դաշնակիցներ ունենանք։ Այո, մենք ոչ մի բան չկատարեցինք։ Գիտեք, ես չեմ ուզում շատ մանրուքների մեջ խորանալ, Ողորմածիկ Վազգեն Սարգսյանը, երբ որ վերադարձավ Միացյալ Նահանգներից, մենք իր հետ առանձնազրույց ունեցանք առանձին եւ ես չեմ ուզում հիմա մի խոսքով բաց չեմ անելու խոսակցություններ, բայց մի բանը ակնհայտ փաստ է։ Մենք մեզ պահում ենք տեր եւ ծառա կարգավիճակում։ Մենք մեզ չենք պահում ընկեր, մենք չգտնելով նոր ընկերներ, այդ դուք հարցը տվեցիք, որ ինչի Իսրայելի պես մենք չենք ունենում բարեկամներ Եվրոպայում, չէ, Միացյալ Նահանգները, նոր հեռուստադիտողի հարցն է։ Հարցը, հենց հեռուստադիտողին եմ դիմում, էլի, հարց տվեց հեռուստադիտողը, գիտեք, իսկ դուք, ես անձամբ ինձ հարց եմ տալիս, մենք ինչ անհրաժեշտություն ենք իրենց համար։ Միակ բանը, որ անհրաժեշտություն ենք, դա նա էր, որ պանթուրքիզմի մեծ ծրագիրը, որին համամիտ չի նաև
Միացյալ Նահանգները, Եվրոպան, Չինաստանը, Ռուսաստանը ոչ մեկը համամիտ չի այդ մտքին, որ Թուրքիան է Տաշչանի Պարսկաստանը ուժեղանա, մանավանդ գիտենք, որ թուրքմենները վերջերս համաձայնության եկան նաև թուրքալեզու ժողովուրդները միանում են իրար, դա այդ բոլորը հասկանալի է, բայց մենք մեր դիրքորոշումը անում ենք հստակ, մենք ոչ մի դիրքորոշում չենք անում, կիսատ պրատության մեջ ենք մենք։ Այսինքն եթե մենակ ենք, դա մեր շնորհքն է, դա մեր խելքից է։ Այո, մեր սխալների շարանն է դա, մեր սխալների շարանն է դա, մենք պետք է կանգնենք հստակ ու հստակորեն կարողանանք ընկեր դառնալ, թեկուզ փոքր քանակությամբ ընկեր, պարտադիր չի, որ դու լինես հզոր ինչքան ասենք Թուրքիան կամ Պարսկաստանը կամ Ռուսաստանը, հեչ պարտադիր չի, բայց դու էլ ես չէ խաղացող, այսինքն մենք պիտի խաղացող դառնանք, խաղացող, այլապես անիմաստ բան է։ Իսրայելը խաղացող է, դրա համար էլ կան նրա թիկունքին։ Այո, Իսրայելը հենց ճիշտ էլ խաղացող է, ինքը ստեղծեց իր երկիրը, արդեն ասեցինք դրա մասին, ինքը մեծացավ, հիմա արդեն 22.3 քառակուսի կիլոմետր, դե գիտեք ինչ, պահվածքից է, մարդկային պահվածքը տեղափոխվում է պետական պահվածքին, նմանատիպ երևույթ է, ոչ մի տարբերություն չկա, վերջին հաշվի առեք, որ պետությունները նույնպես ղեկավարում են մարդիկ։ Հարգելի հայրենակիցներ, Նոյանտապանը կրկին եթերում է, ասեմ, որ զանգերը շատ են, փորձենք մի զանգել պատասխանել, որից հետո ես կուղեմ իմ հարցը։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Լսում ենք ձեզ։ Ցավոք, չեմ կարողանում այս զանգը վերցնել, չի լսվում։ Պարոն Մինասյան, մենք խոսում ենք գործընկերների մասին, խոսում ենք իշխանության հնարավորությունների, լծակների, որոնք պետք է օգտագործեն, եկեք խոստանանք եւ ասենք, որ Իսրայել, լավ, ես իմ հարցը պահում եմ հիմա զանգի, լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Բարի երեկո, Մարի ջան, ողջունում եմ ձեզ, պարոն Մինասյան։ Մարի ջան, թույլ կտաս այդ հարցին ես պատասխանեմ, ինչու է Ամերիկան Իսրայելի հետ շատ մոտիկ։ Ասեք, իհարկե կարող ենք լսել նաև ձեր կարծիքը։ Ես մոտ կես դար ապրում եմ Ամերիկայում, բավական ուսումնասիրել եմ։ Այսօր կոնգրեսի եւ սենատի 80%-ից ավելի հրյաներն են։ Մենք հենց դրա մասին ենք ուզում խոսել։ Այո, լսում ենք։ Հա, 80%-ից ավելի։ Հետո ամենաուժեղ բանկը այսօր Ամերիկայի Morgan Chase-ը իրանցն է, Morgan-ները ովքեր էին, հրյաներ էին, կարևոր կորպորեյշնները, նույնիսկ հեռուստացույցի կայանները CNN-ը բան, իրանցն է, իրանք ինչպես ուզում են աշխարհին ներկայացնում են ինչ որ իրանք ձեռք է տալիս։ Դա է պատճառը, որ Ամերիկան ուրիշ երբ չունի, նույնիսկ Ֆեդերալ Ռեզերվը, Stock Market-ը իրանք են իջվում, ոսկին, փող տպելը։ Ամերիկան ուրիշ դեպք չունի, որ նրանց հետ չլինի, չի կարող չլինի։ Իրանի մենք էլ այդպես մի բարեկամ ունենենք, որ միշտ մեր կողքին կաներ։ Պարոն Մինասյան, ես ուզում եմ ձեզ հարց տալ։ Ավելի շատ բան կարող եմ ասել, բայց Մարի ջան, չեմ ուզում ձեր ժամանակը խլել։ Պարոն Մինասյան, մենք հենց հիմա պետք է պատրաստ լինենք, որ վաղը ինչ կլինի։ Մտածել միայն, որ ասենց կլինի, ես կարծում եմ լավ չի լինելու։ Մենք եթե հիմա պատրաստ չլինենք, դուք ինչ եք կարծում, հետո ինչ կլինի։ Այսօր Թուրքիա, Ադրբեջան, ձեր ասածի պես Ադրբեջանը հարմար առիթի է սպասում։ Ես կուզենամ մի քիչ այդ մասին եթե կարելի է բացատրել։ Պարոն Մինասյան, հետ դրա մասին ենք ուզում խոսել, որ միայն դաշնակիցները չեն, նաև Սփյուռքն է բավականին ակտիվ աշխատում։ Գիտեք, իրականում ես արդեն ասացի, որ ես այդ մասին նույնպես շատ մտածել եմ։ Մենք ոչ միայն մի վեցի պես, մասադի պես պիտի հետախուզություն ունենանք, ոչ պակաս իրենցից, եթե ոչ առավել, որտեղ մեր Սփյուռքը հարաբերական առումով ավելի մեծ է, քան ցանկացած երկրինը։ Տեսեք, Իսրայելը 9-7
միլիոն ժողովուրդ ունի։ Բայց ինքը ունի լրջագույնս սփյուռք, որը մեկ անգամ է գերազանցում իրեն։ Հիմա արդեն ավելի քիչ, որտեղ բավականին տեղափոխվեցին դեպի Իսրայել։ Հայաստանը 5 անգամ ավելի սփյուռք ունի, գոնե լավ 3 անգամ ասենք, որ մեծ չխոսենք, 3 անգամ։ Մենք այսօր աշխարհը ինքներս պիտի ամեն մի ինֆորմացիան մենք պիտի իմանայինք եւ հնարավորություններ տայինք ցանկացած պետության օգտվել դրանից իշահ Հայաստանի։ Այս Սփյուռքից եկած գործարանին կալանավորում ենք։ Ասում ենք եկել ես հեղաշրջում անել։ Ներդրումներ ես բերել հիմա բարեգործությունը պետք մի խոսք։ Այստեղ շատ լուրջ է հարցը, այսինքն կառավարման մեթոդները պիտի աշխատացվի։ Չի կարելի առանց կառավարման մեթոդների պատահական քայլերով, ձերբակալելով, մոտեցումներով, ես չեմ ուզում մանրանալ, գիտեք, դրանք ցավոտ տեղեր են, ես համաձայն եմ, ցավոտ տեղեր են, բայց ամենացավոտ տեղը, որ մենք ոչ միայն Սփյուռքի հետ չենք աշխատում, ձեռք-ձեռքի տված, այլ ներսում չենք աշխատում։ Ցավը մենք ներսում պիտի աշխատենք, որ Սփյուռքն էլ հասկանա, Սփյուռքը արդեն վիրավորված է իրան զգում։ Իմ բարեկամները բոլոր դրսում են, ես գիտեմ դրա մասին։ Ես մանրամասներով գիտեմ դրա մասին, բայց ինչ, մենք ներսում պիտի կարողանանք աշխատել։ Անգամ տեսեք, դուք այսօր հարց եք տալիս, որ ճամբարներ են անում, արդեն սկսում են ճամբարներ։ Հա, 24-ին ես էլ ճամբար, ռազմահայրենասիրական ճամբար ունենք, բայց նայեք, պետությունը պիտի ընդհանուր մոտեցում ցույց տա, այդ ճամբարները ինչ են սովորեցնում, այդ իրենց սովորեցրածները նորաձև է, այդ դրանց է մասնակցում, գուցե մի անգամ հորդորենք, որ հայրենասիրական։ Դե հորդորենք, ես հրավիրում եմ, թողից հրավիրի, ես այդ ճամբարների լիցենզիոն հարցերը, ում պիտի լիցենզիա տրվի, ում պիտի չտրվի, ինչ պարապմունքներ են անհրաժեշտ, ինչ պարապմունքներ անհրաժեշտ չեն, այդ բոլորի հարցերը արդեն արված է, փորձ ունեմ Մոնթեյեմ ստեղծել, վերջապես Մոնթեն այն աշճանի որակի հասավ, որ Ռուսաստանն ու Կորեան էին ուզում, չէ, զակաստալ, պատվիրել մեզ, որ իրենց սովորեցնենք, բայց ինչ ստացվեց։ Ստացվեց այն, ինչ պիտի ստացվի, նորից պատահականությունների վրա գնացինք։ Մինչև մեր կառավարիչները չուզենան, ոչ մի բան չի լինելու, ամեն ինչ իրենցից է կախված։ Իսկ եթե ասած մի արասցե մեր սահմաններին լինի այդ, ինչպես մեր հեռուստադիտողն ասեց, եթե լինի այն ինչ մասին մենք չենք ուզում մենք ուշացած կլինենք։ Այո, մենք պետք է գործենք այսօր, որպեսզի ունենանք վաղը։ Նիկոլ Փաշինյանը պատերազմ չի լինելու, հանգիստ եղեք ժողովուրդ։ Լավ էլի, այդ խոսքերից հետո կրակոցներ սկսվեցին ու հետո պատերազմը չի հայտարարվում։ Ասիկ հանդիպելու է Թուրքիայում Էրդողանի հետ, այնտեղ կլինի նաև Ալիևը։ Սա է ձեր ասած մեծ ինչ-որ աղետից առաջ։ Ես վախենում եմ։ Դուք վախ։ Այո, ես վախենում եմ մեծ աղետից։ Որովհետև Հակոբ Ասլանյանը հայտարարում էր, որ Նիկոլ Փաշինյանը այս եկեղեցու հետ կապված գործողությունները այս ամենը իրականացնում է, շեղում է հանրությանը, որպեսզի մեզ ավելի մեծ արհավիրք է։ Այո, ժողովրդի մեջ այդ կարծիքը լավ էլ ստեղծված է, որ ասում են շեղումը ավելի մեծ արհավիրք կա, այստեղ մենք դեռ չենք հասկանում, ես նույնպես դեռ չեմ կարող դրա մասին խոսել, ասել։ Հասկանում եք, բայց չեք ասում, պարոն Մինասյան։ Արեք չխոսենք դրա մասին, ես ինձ թույլ չեմ տա, որովհետև կարիք չկա, բայց եւ այնպես նույն ներսի ուժեղանալ, ես որ նկատի ունեի, նաեւ եկեղեցու հարցը նկատի ունեի։ Տեսեք, դուք եկաք եկեղեցուն ինքներդ։ Եկեղեցին ժամանակին ինքներս բոլորս էլ գիտենք, որ եղել է պետության հետ, պետության մասն է կազմել, անգամ մենք գիտենք եկեղեցականներ, որոնք մասնակցել են պատերազմների։ Մենք դա կնայդ գիտենք, բայց այսօր ես չեմ ասում կատարվում է ամեն ինչ եկեղեցու կողմից միասնության հասնելու համար։ Այո, դա հոգևոր հարթակն է, որը կառավարման հարթակի հետ պիտի կապեր ունենար, բայց հիմա մենք տարանջատում ենք, երկճեղքված ենք տվել արդեն։ Երկճեղքված ենք։ Ով է մեղավոր, պարոն Մինասյան, եկեղեցին սկսեց զբաղվել քաղաքականությամբ, քաղաքական գործիչները խզկվեցին եկեղեցի։ Ես ծափ չեմ տալիս եկեղեցու, ես չեմ ասում, հա, ճիշտ զբաղվեց։ Եվ ընդհանուր առումով, այո, ինչ որտեղ այս կողմն էլ է ճիշտ, այն կողմն էլ, բայց հիմա պատեվ պահը չէր դրա մասին խոսալու։ Հետո երկրորդը
եկեղեցուն նույնպես կարելի է կառավարել օրենքներով, ազգային ժողովը օրենքներ է անում, օրենքներով կառավարվում է։ Սա կարելի է, սա չի Դե կարելի։ հիմա էլ են օրենքներ մեջտեղ բերել։ Դե չէ, ես նկատի չունեմ։ Օրենքներից որ չեն պահպանում։ Չէ, ես նկատի չունեմ սեղանին աղ դնել թե չդնել այդ օրենքների մասին ես չեմ խոսում։ Սեղանին աղ դնել, ծխել էստեղ կամ չծխել, ես դա նկատի չունեմ։ Ես գործնական, որը գործնականի է վերաբերվում եւ ոչ թե ասենք վերաբերվում է անհատի, ասենք աղ ուտել չուտելը դա մարդու անհատի առողջության հետ կապված խնդիր է։ Պարոն ասում եք Սփյուռքի հետ լավ չենք աշխատում։ Այս իրավիճակում մենք տեսնում ենք Սաղել Կարապետյանը բավականին կապեր ունի աշխարհում եւ Ռուսաստանի Դաշնության հետ կապված նույն մեր եկեղեցականները, այս ինչու չենք օգտագործում այդ հնարավորությունները, այլ այդ հնարավորությունները կոտրում են գործակալները։ Վախենալու խնդիր էլ կար, որ Սամվել Կարապետյաններ ընդհանուր առումով կպատրաստվեն մասնակցելու ընտրության եւ ասենք ղեկ կվերցնեն վաղը միսօր, այդ մտավախությունը բնականաբար կար։ Իսկ վարչապետին տրված է այդ լիազորությունները, որ ումից վախենում են նման ձևով վարվի Ինքը պրյամո դա չի անում, ինքը պատճառներ է բերվում, չէ, դա իրավական մասով է արվում, վերջին հաշվով առանց իրավական մասի դա չի ապահովում։ Այստեղ հարցն է, թե ես դրա համար ասեցի, իրավական մասում, պաշտպանության մասում, ընդհանրապես արդյունաբերության մասում կա արդյոք այդ վստահությունը իրենց վրա եւ դրա համար էլ մենք առաջ չենք գնում, որտեղ նորից խաղում ենք մեր ու ձեր ախպեր սանիկ խավորական շարժումն է առաջ եկել, որը առաջից կար, հների ժամանակից կար արդեն դա։ Հեծի ազգայնացման հետ կապված ինչ կասեք, մեզ 5 րոպեի ժամանակ է մնում, ինձ հուշում են, ուզում եմ որ այդ անդրադառնանք նաև այդ թեմային։ Ռազմավարական փաստորեն նշանակության կենտրոն եւ գիտեք Հեցի մասին խոսակցությունը շատ բարդ է, այնտեղ շատ ներդրումների հետ կապված խնդիրներ կա։ Այսինքն դա կարող է դառնալ սկանդալային միջադեպ, ինչ որ կարող է դառնալ։ Որտեղ այնտեղ կան փաստորեն այլ ընկերություններ, դրսից ընկերություններ կան, վտանգավոր խնդիրներ կան, վտանգը պաշտպանելու խնդիրներ կան, այդպես այնց ուղղակի հիմա ասենք մեր ցանկությամբ ասել, որ այդպես է լինելու, մի քիչ անլուրջ է, էլի դա պետությունը ինքը ավելի մանրամասն գիտի, բայց եթե ուժեղացանք, բնականաբար ազգայնացումը իհարկե տեղին կլինի, որովհետև ամեն պետություն իր ներսում պիտի ունենա։ Մեր ջուրը երկաթգիծ է, արդյոք եթե սա ստացվի նորմալ անել եւ առանց ինչ-որ խմորումների, պետք է նաեւ դրանց մասին մտածել, պարոն Մինասյան։ Ոչ միայն դրանց մասին պիտի մտածել, այլ նաեւ այդ ջուրը ասեցիք, ջուրը հիմա տեսեք, Սևանի ջուրը փաստորեն մեծամասամբ 80%-ով չօգտագործվող գնում է Արաքս, այդտեղից մեր ձեռքը չի արդեն, իսկ այն պարագայում, որ շատ լավ ծրագրեր կային, օրինակ համար ասենք, չեմ ասում Ախորյան ջրամբարի չափ, բայց Եղվարդի ջրամբարը, որը մարդիկ ուզում էին ներդրումներ անել դեռ ժամանակին, եւ հնարավորություններ էր տալու շրջակա ոչ միայն Եղվարդ շրջակա լրիվ այդ գյուղերը, աշտարակ, անգամ ասենք տուրիստական կենտրոն սարքել ու ջրտի հողեր ավելացնել, որտեվ շատ տեղերում հողերը ջրտի չեն մեր մոտ, մենք չենք օգտագործում ռեալ։ Մենք մտածենք այս հարցերի շուրջը նույնպես, այո, ջուրը շատ կարևորագույն դերակատարություն ունի, որտեվ շատ դիֆիցիտ է ու շատերին թվում է, որ ասում են տոկոսային հարաբերությամբ խմելու ջուրը Հայաստանում շատ է եւ այլ, շատ է, բայց օգտագործման ձևերը, ասենք, որտեղից ինչ հնարավորություններ, դա դեռ լուրջ քննարկման ժամանակ էր, դեռ ժամանակին Վլադիմիր Մովսիսյանը եւ ես վերջերս ուզում էի անգամ հանդիպել մարդկանց հետ, որոնք իսկապես մասնագետներ են, օրինակ ասենք Գուրգեն Եղիազարյան կա, որը ասում են, ես ինչքան հետաքրքրվել եմ, ես հիմա կոնտակտ եմ ման գալիս իր հետ հանդիպելու, որտեվ ես նույնպես պարտավոր եմ հասկանալու ինչ հնարավորություններ ունի ջրային ռեսուրսներում Հայաստանը եւ ինչ անելիքներ ունենք մենք ազգովին, միայն պետք չի այսօր առաջ ընկնել, ասենք հեցի մասին խոսալ, ազգայնացնելու այն պարագայում մենք որ ունենք նույնպես շատ ավելի անելիքներ ու ոչ կարևոր մանավանդ մենք այդ ապահովության ատոմային էներգիայի հետ
զարգացման հետ կապված Այսինքն հապճեպ որոշումները Հապճեպ որոշումներ մեզ Պարոն Մինասյան, եւ այսպեսի մի հարց, խոսում ենք նայ Սամվել Կարապետյանի մասին, բարեգործ, որը կառուցել է այս, կառուցել է այն, մի այսպեսի հարց ունեմ ձեզ։ Արդյոք բարեգործությունը պետք է լինի այդ շինություններում, աշխատատեղի բացելուն, թե ամբողջ բարեգործությունը պետք է ուղղված լինի ռազմական արդյունաբերությանը, երկրի անվտանգությանը։ Գուցե պետք է դադարենք այդպես ինչ որ տներ կառուցել, շինություններ կամ ինչպես պետք է լինի այդ բարեգործությունը։ Նախ առաջին իմ առաջարկը լինելու է որ ազգային բանկի ստեղծումը, որովհետև հիմա բարեգործություններ մեծ թե փոքր, անգամ փոքր, հիմա տեսնում ես մարդիկ ինչ որտեղից փող են հայթայթում, արտասահմանից մի հատ սպոնսոր են կոպիտ ասած մեր բառերով ասած կպցնում ու սկսում են մեկը տնում ես 2 տարի հետո տաներ է կառուցում ինքը իր համար մինչև այդ չգիտեմ կոնֆետ չուներ երեխային տալու հիմա այդ անում դրա համար ազգային բանկ, որի գումարները գալիս է, ասենք ես ինձ ուզում են օգնել, թող օգնեն։ Օգնում են, գրանցվում է եւ այդ բանկը նաեւ ունի որոշակի ֆունկցիոնալ պարտականություններ ունենա ստուգելու, որ այդ բարեգործի գումարները ուր գնացին, ինչ եղան, ինչի վրա ծախսվեցին։ Այդտեղ եւ կխնայենք փող լվալու խնդիրը եւ տեղին օգտագործելու գումարների խնդիրը կլուծենք։ Սա իհարկե պետք է մոտենալ քաղաքագիտական մոտեցումները, որտեղ աշխարհում այդ փորձը կա, չմտածենք, որ միայն մենք գիտենք դրա մասին։ Դրա մասին դեռ հին Հռոմում կային արդեն արված գործեր։ Ձեր այսօրվա մեր հաղորդման հետ կապված ձեր ասելիքները բավականին կարևոր էին, մեր ժամանակը մոտեցավ ավարտին, կարծում եմ պարոն Մինասյան, քանի թոհուբոհի մեջ է տարածաշրջանը, մենք հնարավորություն կունենանք նորից հանդիպելու, որտեղ առջևում սպասվում է Էրդողան, Ալիև եւ Նիկոլ Փաշինյան հանդիպումը Թուրքիայում եւ կարծես թե իրադարձությունները տարածաշրջանում շատ շուտ չի կանխատեսվում, որ կանգնելու են։ Ճիշտ ղեկավարման պարագայում մենք կարող ենք ձուլել եւ խաչ եւ սուր, հավատացեք, ճիշտ կառավարման պարագայում։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ։ Այսօրվա մեր հաղորդումը ավարտում ենք, հարգելի հայրենակիցներ, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։